Վազգեն Սարգսյանը ասել է ես որ Խորեն Աբրամյանի հետ հարցազրույց իմ առաջին հարցազրույցը իդեպ Խորեն Աբրամյանի հետ եղել Կամ հետաքրքիր է չէ թերթում Թերթում այո նոր էր վերադարձել ես ուսանող էի երկրորդ կուրս էի դեռ նոր էր վերադարձել Միացյալ Նահանգներից դե ինքը խռովված գնացել էր եւ այլն շատ ծանր Սունդուկյան այդ բան վիճակների մեջ թողնելով ինքը ասեց Վազգեն Սարգսյանը ինձ մեկ-երկու անգամ ասել է որ գիտեք ձեր այդ կերպարին վրա ինչ մեծ ազդեցություն է թողնել նմանել է ինքը Գևորգի կերպարը չի հաստատվել ամենակարևորը երբ որ շատ ծանր է շատ դժվար է շատ բարդ է հիշեք որ մեր հայրենակիցները այսօր Բաքվի բանտում ինչերի են դիմանում իսկական հայերը այնտեղ ինչերի միջով են, ինչ անմարդկային պայմաններում են եւ ինչի միջով են անցնում եւ այն ինչ որ մենք պետք է այսօր մտածենք մի քիչ ցուրտ է, մի քիչ անհարմար է, հարցակման տակ ենք, չգիտեմ, ես ենք, շատ ամոթ է, շատ։ Երբ որ ինչ որ մեկն ասում է դե բա ինչի է այսպես այնպես, ուղղակի հիշեք այն տնավեր, տնական տեղած ցեղասպանության ենթարկված մեր այդ 150,000 հայրենակիցներին Արցախահայությանը եւ այն 40-ով մատնված են 40,000 երեխաներին, որ չէին լքում Արցախը եւ ինչի միջով անցավ Արցախահայությունը։ Տարան չէ 8 ամիս շարունակ ինչի միջով անցան։ Հիշեք մեր այն մեծ հայրենակիցներին Ռուբեն Վարդանյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, որ վաղուց արդեն նախագահ չէին եւ Ռուբեն Վարդանյանն էլ իր միլիարդներով կարող էր աշխարհից ցանկացած անկյունում կյանքը վայելել, բայց ինքը գերադասեց լինել աշխարհից ամենաթանկ անկյունում իր համար իր հայրենիքում եւ Արցախում ունենալ, այո, 2 միլիարդ այո, այն որ ասում են ասենց երկուսը բանտում են, հələ դե գնացեք աշխարհում չկա այդպիսի բան, իմիջիալոց եւ ինտելեկտուալ առումով է Ռուբեն Վարդանյանը եւ իմաստնության առումով ես ավելի այդպես բնությունից տրված իմաստուն խոհեմ հավասարակշռված ես միշտ եմ ասել այդպես երկրորդը չգիտեմ ոնց որ Բակո Սահակյանն է ինչի մասին է խոսքը թե ձեզ թվում է իրանք ճանապարհը չգիտեին դուրս գալու ավելի շուտ դուրս գալու չգիտեին չէ նաև երբ որ հիասթափված են կոտրված են ասում ենք ինչի մեծ տեղում դուք հիշեք նաև ինչ տեսեք ինչ հայրենակիցներ են Սամվել Կարապետյանի մասին չկա աշխարհում տենց բարերար 1 միլիարդի բարերարությունը արել իր երկրում փակված է այսօր ես չգիտեմ մենակ այդ անեցներն են մեկ-մեկ հիշում տենց տպավորություն է ինչ ասես բա սրբազանների մասին ծանր երկուսը ծանր հիվանդություն ունեն դուք պատկերացնում եք ինչ արժանապատվություն ունեն ինչ ուժեղ մարդիկ են որ ծայրահեղ վիճակում նոր Միքայել Սրբազանը բարձրաձայնել է ծայրահեղ վիճակում լինել ես ասում եի չէ այստեղ բաներ փաստաբաներ ես ասում են մի խոսեք մարդիկ ծանր վիճակում են ասում մի խոսեք դրա մասին հասենք թե այդ մարդիկ էլ այդպես են Արմեն Գրիգորյանի նման էլ ինքն էլ թույլ չէր տալի գիտեք չէ Արմեն Գրիգորյանն էլ փաստաբաններին թույլ չէր տալի որ բարձրաձայնեն այս մարդը լուրջ խնդիր ունի չի կարող դիմանալ թե պարտադիրավորտի դատարանում մեր աչքի առաջ մահանա որ հասկանանք ինչ վիճակում են հա մեր սրբազանները լավ ոնց կարող ազգը իր ամեն աներին չգնահատի ու քեզ մորթող, սպանող, գրավող Ալիևի տակ, ծնկաչող, կոշիկները լիզող, հարբեցող, ծաղրացող, ոնց որ ասում է, այդ մարդուն լսել ու ոչինչ չանել։ Լավ ով է ձեզ պաշտպանելու։ Ես չգիտեմ։ Թե բանը, մի հատ երջանկանան ասեն այս բաներին, այս 20 պայքարող ամնացել, մի հատ դրանց հարցերն լուծեն, որ մենք հանգիստ խղճով նստենք դռները բացենք, տեսնենք թուրքերը գալիս են, մեզ ինչ անեն։ Ու ես միշտ եմ ասում որ այս նիկոլականներն էլ պետք է միշտ աղոթեն մեր համար որ լինենք որտեղ չեն գիտակցում իսկապես ես չգիտեմ իրանք դու կարծում ես գիտակցում են գալու են իրանք երեխաներին մորթ են սպանեն ու իրանք իրանք սենց են պահում կամ այդ անտարբեր մասան չէ մտածում որ խոսում ես չասենք այդպես ընկերներ ոնց որ դեբիլ լինեն խոսում դե մի բան կլինի Հիմար, դեբիլ, նայում ես բոյին բուսաթին ես նայում անցած չասես ես դեգեներատներն ով է ինչ կլինի Ամեն ինչ ունի պատճառը հետևանքը, լավը մտածեք որ լավը լինի։ Ասենք դե բա որ այդ երեխեդ հիվանդան չես քեզ պատառոտում, դե մի բան կլինի, էլի տունը վերընկի մի բան կլինի, ծնողդ հիվանդ է, 1000 կտորես, հա դե մի բան կլինի, էլի ինչի կան հանգստան, այդ իրանց կաշին է։ Իրանց կաշին է։ Իրանց կաշին լավագույն դեպքում երեխայի կաշին։ Վերջ։ Վերջացավ էլ բան չկա։
Նորից կոչ Էդգար, կոչ անենք, որ այսօր Հա, 3:30-ից 4-ից Էշմիածին միասնական ամոթ նրան, ով որ այդտեղ չի լինելու, ամոթ։ Մեծ ամոթ, ով չի կանգնելու այսօր Մարկ Տաճարի կողքը, որ այնտեղ չի լինելու։ Բոլորս ոնց, ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, չեմ ասում, ընդամենը հասնել այնտեղ։ Ես չեմ կարծում, որ դա ամոթ նրան, ով որ չի լինելու, ել չեմ ասում հատկապես վաղարշապատցիներին, ինչ ասեմ, ես ամոթ է, որ ես ինչ որ բան ասեմ, շատ ամոթ կլինի, չէ՞ որ ես վաղարշապատցիներին ասեմ, դուք պիտի այնտեղ լինեք, ես կարծում եմ դուք պիտի այնքան շատ լինեք, որ մենք գանք հնարավոր չլինի մտնել։ Այդպես պիտի լինի։ Աստված տա։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։